Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք նրբապլիտ, գիտեմ որ նրբապլիտը Հայաստանում շատ սիրված է, որը վիճինայով եւ բանրով է պատրաստվում, իրականում իմ ամենասիրած նրբապլիտներից է, իմ մանկության հուշերն է իմ մոտ հիմա, որովհետեւ մամաս շատ էր պատրաստում, իրականում մսի բես չեմ կարող ասեմ, որովհետև իր համը ավելի կոմֆորտ է լինում, սենց ավելի մեղմ է լինում ու այդ բանրային հալվածը եւ այլն հետաքրքիր համադրություն է տալիս խմորի հետ։ Եվ իրականում ինքը Ֆրանսիայում էլ է շատ հայտնի, միշտ իրենք ուտում են ու վայելում են։ Մենք էլ ուտենք ու վայելենք։ Այսօր պատրաստելու ենք նրբապլիթներ խոզաբուխտով եւ բանրով։ Մեզ հարկավոր է 200 գրամ խոզաբուխտ, 200 գրամ մոցարելլա պանիր, նրբապլիթների խմորի համար մեզ պետք է 4 հատ հավգիտ, 2-ից 2.5 քավաթ ալյուր, 1 լիտր կաթ, մի քանի հատ կանացող զարդարելու համար, մի հատ լիմոն համի համար, 2 ճաշի գդալ ցետ։ Իսկ հիմա ամենասկզբում մեր ավանդական ասենք ավանդական, որովհետև նրբապլիտը արդեն մդեր է մեր ավանդույթի մեջ, բլինչիկ անունով, պետք է նիստերը պատրաստենք կամ շերդերը, խմորները, խմորի համար ստեղ ունենք 2.5 բաժակ ալյուր, որի վրա ես աղը և շաքարն եմ ավելացնելու, այսինքն չորերը, հետո արդեն թաց տեսակի բաղացիչները։ Դե իհարկե պարանիգի շաքարավազդ ենք օգտագործում, մի կտալ ավելացնում եմ, իրականում ամբողջական ես մի կտալ չեմ դնում, ուղղակի դենց տափակ եմ դնում, որովհետև ինքը պետք չունի այնքան քաղցր լինի, եթե մենք ինչ-որ քրեպ շոկոլա կամ ինչ-որ քաղցր քրեպ ենք պատրաստելու, կարանք շաքարավազը մի քիչ ավելացնենք։ Իսկ այստեղ բալանսավորելու համար է պետք մեզ։ Հիմա աղն ենք ավելացնում, աղը մոտավոր 1 թեյի կտալ։ Շատ բզդիկ ես սև բղբեղ թնում եմ անպայման, շատ սենց թեթև մի հատ։ Հիմա չորերը արդեն խառնում ենք ու արդեն անցնում ենք հավգիտին կամ կաթին։ Ավելացնում ենք կաթը։ Ավելացնում ենք հավգիթը, ու ավելացնում ենք 2 ճաշի գդալ ցետ։ Գնացինք։ Ավելացում եմ լիմոնի դաշուկը, ես անպայման լիմոնի դաշուկ բզդիկ մթերում եմ, որովհետև ես չեմ սիրում իրականում հավգիտի կամ հոտ կամ համքա, մեկ ասում են դրան սասը, բայց այդ հավգիտի համի մասին է խոսքը, իրականում ես իմ խմորեղեններին էլ եմ դնում միշտ լիմոնի դաշուկ, որովհետև ինքը ոնց թարմացնող համ է տալիս, ու ինքը չի խանգարում իրականում համ հոտ։ Մի քիչ էլ տնեմ։ Դες չէ որ շատ արեցի, շատ իջավ, ինքը շատ քիչ է իջնում դրա համար, չանհանգստանաք։ Մատ էլ խառնեմ ու վերջ։ Ահա, հիմա մեր խմորի հեղուկը պատրաստ է, կարող ենք արդեն սկսել անելու։ Ինչպես տեսնում եք, ստեղ ունենք հեմը կամ վիչինան, վերցնում ենք, պետք է մարացնենք մանր ու բանիրը պետք է կերիչով անցկացնենք։ Վիչինաները այսպես կամ խոզաբուխտերը այսպես մարացնելու ենք։
խոզաբուխտը ավելացնում եմ ու վերան պանիրը ավելացնենք։ Պանիրը քերիչով ենք անցկացնելու։ Have a holy jolly Christmas։ Ավելացնում եմ պանիրը։ Մի հատ բղբեղ ենք դնում, սև։ Ու խառնում ենք։ Այսպիսի խառնվածք ենք կամ խառնուրդ ենք ունենալու։ Հեշտ, արագ, համով։ Մի քիչ ավելի բարակ կլինի երևի։ Եվ այսպիսով մեր նրբապլիտների շերտերը պատրաստում ենք ու խառնուրդից պատրաստ է, միան պետքա փաթաթենք։ Ամեն մեկը մի 2 րոպե, վստահ եմ ինձ նայողները բոլորը պատրաստում են տանը շատ համով, մանավանդ մսովը։ Ես մսովը իրականում չպատրաստեցի, կարևոր գիտեմ, որ էդի բոլորս անում ենք, իսկ այս երկուսը իմ ասում են դենց յուրահատուկ բաղադրատոմսերից է, դրա համար ուզեցի կիսվեմ։ Այս երկուսը ասելով, քանի որ ես մտադրել եմ համի գաղտնիք շրջանակներում, հաղորդման շրջանակներում պատրաստեմ 2 տեսակի նրբապլիտ ձեզ համար։ Մի հատը խոզաբուխտով բանրովն է եւ մի հատն էլ սուրպրայզ է։ Անակնկալ է, նայեք, հաջորդ հաղորդումները կիմանաք։ Դե ինձ սիրելիներս, մի հատ էլ, ուպս, իրական բարեցել, այ աստված, okay, մեր նիստերը պատրաստ է, նիստ կամ լիստ, նիստը հանձնաժողովն է, էսի հերացնենք ու անցնենք գործի, մենք ունենք մեր խառնուրդը պատրաստել ենք, հիշում եք, հիմա, պատրաստում ենք, ես ինչ եմ սիրում, ես սիրում եմ այս թրսի մասը ներսը լինի, որ հետո երբ որ դաբակենք, այս մասը ավելի խրխտան դառնա, ունենում եք տենց 2 մասն էլ խրխտան։ Դրա համար այսպես եմ տնելու։ 4 հատ կողքի շարեմ։ Եվ լցնում ենք։ Այսպիսով ամեն մեկուն մոտավոր մի կտալ ենք դնում, շատ հաստ պետքա չանենք, դրա համար շատ չենք լցնում, ինչքան ենք ուզում չաղանանք, բայց մեր բլինչիկները կամ նրբապլիտները պետքա նուրբ լինեն, քանի որ անունը նրբապլիտ է, նուրբ պլիտներ, չի կարելի չաղ պլիտներ, եթե հաստ եք անում, անվանում ենք չաղ պլիտներ, այս մի քիչ է, հիմա փաթաթում ենք, տեսեք, ինչքան նուրբ և անուշիկ և համով նրբապլիտներ ունենք։ Ես սիրում եմ այս տեսակի ուտելիքներ միշտ անենք, ոչ թե միան ամանորյա իրականում։ Դրա համար միշտ պետքա ունենաք ձեր սառցախցիկում։ Իդեպ շաղիգում ամեն տեսակի նրբապլիտներ կան շաղիգ ռեստորանում։ Ունենք մսով, ունենք նրբապլիտով, ունենք ցիտապտուղով, կարող եք երբ ուզեք պատվիրել։ Տարվա 12 ամիս։
Ստեղ էլ մենք դրել ենք ձեզ ցուցադրության, կարող եք նայել։ Դրեցինք մեր ներպապլիտները, մի կողմը կարմրելու է, հետո դարձնենք մյուս կողմ։ Բայց մինչ այդ մենք կարանք մի հատ կոֆե խմենք եւ մի հատ սվիթնելայից ուտենք։ Իրականում մեր ամանորյա սեղանները միշտ հարուստ են եղել։ Հիմա մտածում եմ, որ այս ներպապլիտները, քանի որ ինքը դենց խոզաբուխտով բանիրով է, սենց հյութալի, իր հետ կգնա մի հատ համով կարմիր քինի։ Իսկ ես ինչ կարաչարկեի, ես կարաչարկեի քարե, քանի որ ես վերջերս շատ եմ սիրում իրեն, քանի որ ինքը նոր բացահայտում է իմ համար, դուք էլ անպայման փորձեք եւ ձեր ամանորյա սեղանի վրա անպակաս չի լինի քարե քինին։ Հələ մի հատ նայեք, ովքեր որ նայում են, գիտեմ որ հիմա իջան շուկա, վերցրեցին բոլոր ապրանքները ու պատրաստելու են։ Ես մի քիչ էլ կուզեմ, մի քիչ 2 րոպե թողենք, որ իդեալական լինի։ Մի հատ նայեք։ Այս տանագով պետք է։ Շատ ծարավացա, շատ խոսեցի։ Մի հատ ջուր։ Այս ջուրերը սաղ ես եմ խմում իրականում հաղորդման ժամանակ իմ համար են թվում ամենը։ Ես էլ միան սիլի ջուր եմ խմում։ Եթե դուք ծարավեք, դուք էլ կարող եք խմել վստահ։ Կարող ենք վերցնել երևի։ Ահա, հիմա պետքա անուշիկ մատուցման բնագի տնենք, մի քիչ սենց սոխերը կդրատենք ու մատուցենք, բայց ես անհամբեր եմ փորձեմ, գիտեմ դուք էլ եք անհամբեր, ստեղ մի քիչ կանաչ սոխերը կդրատենք, մի քիչ ինքը հանգստանա։ Արդեն լավ է։ Հիմա մատուցում ենք։ Եթե գսիրեք դուք ավելի տապակել, այսինքն ավելի կարմրացնել, հանգիստիտ նայեցեք, բայց ես սենց golden, ավելի ճիշտը ոսկե քույնի եմ սիրում։ Կարած ծոխն եմ դնելու, մի հատ էլ հիշացնեմ, չմոռանաք մեր էջերին հետևել, Համի Կախնիկ, Facebook եւ Instagram եւ YouTube-յան ալիքը բաժանորդագրվել։ Եվ իհարկե ամեն օր Կետրոն TV-ով մեզ սպասել 9 ժամը 9 եւ ժամը 17:00։ Տա-տա-տա-տան, եւ ունենք մեր այսօրվա ներպապլիտները խոզաբուխտով եւ բառով։ Ես անհամբեր եմ փորձեմ, մի քիչ կարող ասարեց, բայց սենց պետք է ուտենք ու ինքը ձգվի։ Ինչքան ձգվի, այնքան լավ։ Ուտում ենք։ Շատ համով։ Մի հատ եմ ուտում։ Մի հատ եմ ուտում։ Իդեալական։ Դուրսի շերտը խրխտան, մեջը հյութալի, բառնային, դենց խոզաբուխտով comfort համ է։ Իրականում շատ համեղ է, անպայման պատրաստեք, դուք էլ վայելեք, վաղը կհանդիպենք։